Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետհաշվարկն է։ Ավարտվել է որակավորման առաջին փուլը, պարզ են հաղթողները։ 8 թիմ անցել են շրջանաձև խաղերի։ Ձևավորվել է 2 խումբ 4-ական թիմերով։ Փաստացի սա շրջանաձև փուլի առաջին խաղն է։ Այսօր մեր հետ խաղում են արդեն 1 անգամ հաղթած Ֆենեք եւ Ջրաբերդ թիմերը։ Խաղի կանոնները չեն փոխվել, նույնն են։ Յուրաքանչյուր խաղի մասնակցում է 2 թիմ։ Լինում են հարցեր։ Ամեն մի հարցի համար դուք ունեք 1 րոպե ժամանակ։ Լսվելու է ձայնային ազդանշան 2 անգամ։ Առաջին անգամ 10 վայրկյան մնացած եւ երկրորդ անգամ, երբ րոպեն ավարտվի։ Առաջին ձայնային ազդանշանի ժամանակ դուք պետք է ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը գրեք գրատախտակին։ Եթե ձեր պատասխանը ճիշտ է լինում, ապա ձեր թիմը լքում է 1 խաղացող։ Թե ինչպես, դուք արդեն գիտեք վիճակահանության միջոցով։ Եթե թիմի ավագը չի ցանկանում, որ տվյալ խաղացողը լքի խաղը, ապա նա ունի 1 անգամ վետոից օգտվելու իրավունք։ Չի օգտվում վետո իրավունքից, իր իրավունքն է։ Այդ դեպքում վետո իրավունքն անցնում է թիմին եւ որոշվում է ժողովրդավարական սկզբունքով։ Հաղթում է այն թիմը, ով 5 միավոր է վաստակում եւ չի ունենում ընդհանրապես խաղացող։ Եթե լինում է 4-4 հաշիվ, խաղում ենք մինչև առաջին ճիշտ եւ սխալ պատասխանը։ Այս խաղում հաղթած թիմը վաստակելու է 1 միավոր։ Պարտված է տրամաբանորեն միավոր չի վաստակել։ Ընդհանուր խմբում հաջորդ փուլ է անցնելու առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած թիմերը։ Եթե այնպես ստացվի, որ 1 խմբում 2 թիմ ունենան համահավասար միավորներ, ապա հաջորդ փուլ է անցնելու այն թիմը, ով որ միմյանց միջև խաղում հաղթել է։ Այսքանը խաղի կանոնների եւ ընթացակարգի մասին։ Այժմ ներկայացնեմ թիմերն ու թիմերի կազմերը։ Ջրաբերդ, Բալայան Արթուր, Գասպարյան Նարեկ, Սարգսյան Իլոնա, Բաղդասարով Ալանա եւ Ջիվանյան Մխիթար։ Ֆենեք, սկսենք ծանր հրետանուց։ Մարտիրոսյան Կարեն, Ամիրխանյան Լենա, Մարգարյան Յուրա, Կարապետյան Քրիստինե եւ վերջապես Բաղդասարյան Արմինե։ Սիրելի հեռուստադիտողներ, հարգելի գիտակներ, հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Հետհաշվարկը սկսված է հարց առաջին։ Ժամանակակից անգլալեզու մի ռոմանտիկ ստեղծագործության մեջ ասվում է, որ եսն ու դուն կողք կողքի են միայն անվանեք նախադասությունը, ասելով թե որտեղ են եսն ու դուն կողք կողքի։ Ժամանակակից անգլալեզու մի ռոմանտիկ ստեղծագործության մեջ ասվում է, որ եսն ու դուն կողք կողքի են միայն որտեղ։ Սվարկեմ եսն ու դուն միասին են, իրար կողք կողքի են, միայն ժամանակ, խնդրեմ։ Մեր թիմի կարծիքով համակարգչի ստեղնաշար։ Համակարգչի ստեղնաշար։
Մեր կարծիքով այս նախադասության մեջ I love you I love you ցավոք սրտի մեջտեղում I love you-ի ինչ-որ մի բան կար։ Ժամանակակից անգլալեզու մի ռոմանտիկ ստեղծագործության մեջ ասվում է, որ եսն ու դուն կողք կողքի են միայն ստեղնաշարի վրա։ 1-0 եւ մենք ունենք ճիշտ պատասխան։ Բաղդասարյան Արմինեն լքում է։ Ուշադրություն հարց։ Ալֆաների օգտագործումը հատկապես զգայուն հատվածներում, օրինակ քունքի վրա վտանգավոր է։ Այս խնդիրը լուծելու համար դոկտոր Չարլզ Էրթելուզը 1844 թվականին ստեղծեց այդպիսի ալֆա։ Ինչ է ալֆան եւ ինչպիսի ալֆա ստեղծեց դոկտորը։ Ալֆաների օգտագործումը հատկապես զգայուն հատվածներում, օրինակ քունքի վրա վտանգավոր է։ Այս խնդրի լուծելու համար դոկտոր Չարլ Էրթելուզը 1840 թվականին ստեղծեց այդպիսի ալֆա։ Ինչ է ալֆան եւ ինչպիսի ալֆա ստեղծեց դոկտորը։ Մեկը մյուսից բխող պատասխաններ են։ Տասվարկյան։ Ժամանակ։ Համբերեք մի վարկյան։ Համբերեք Ջրաբերդ թիմը պատասխանը գրի գրատախտակին։ Խնդրեմ, սկսենք Ջրաբերդից։ Մենք ենթադրում ենք, որ խոսքը ռենտգենային ալիքի մասին է։ Ռենտգենային ալիքի պատասխանը պարզ է։ Մեր կարծիքով ծալվող ակնոցների մասին։ Ծալվող ակնոցների մասին։ Ծալվող ակնոցները մտածում եք, որ վնասում են քունքին, ապա ինչպիսի ակնոցներ են ստեղծել, որպեսզի չվնասեն։ Ոչ թե խանգարում են ծալվող ակնոցները, այլ հակառակը օգնում են։ Լավ, ձեր պատասխանը պարզ է։ Ալֆաների օգտագործումը հատկապես զգայուն հատվածներում, օրինակ քունքի վրա վտանգավոր է։ Այս խնդիրը լուծելու համար դոկտոր Չարլ Էրթելուզը 1840 թվականին ստեղծեց արհեստական տզրուկներ։ Արհեստական տզրուկի միջոցով հնարավոր էր վերահսկել վերցված արյան քանակը եւ հնարավոր էր այն շատ ավելի ճիշտ տեղում կպցնել։ Խաղի հաշիվը չի փոխվել, 1-0, մենք շարունակում ենք։ Դարասկզբին ամերիկյան թերթերի որ բաժինն էր սովորաբար կոչվում դիահերձարան։ Դարասկզբին ամերիկյան թերթերի որ բաժինն էր սովորաբար կոչվում դիահերձարան։ Դարասկզբին ամերիկյան թերթերի որ բաժինն էր սովորաբար կոչվում դիահերձարան։ Ժամանակ։ Համբերեք Ջրաբերդը բավականին երկար պատասխան է գրել։ Խնդրեմ ձեր պատասխանը, Ֆենեք, այս անգամ ձեզնից սկսենք։ Քաղաքականության բաժին։ Քաղաքականության ինչպիսի դաժան պատասխան էր։ Խնդրեմ։ Որտեղ նշում են պատերազմում զոհերի քանակը, այսինքն Ամերիկայի կողմից վարվող պատերազմները։ Հասկացա։ Մեկը process-ը, մեկը հետևանքները։ Իրականում խոսքը արխիվի մասին է, եւ մենք ճիշտ պատասխան չունենք։ 1-0 եւ շարունակում ենք։ Երբ իսպանացի կոնկիստադորները առաջին անգամ տեսան իգուանային, նրանք չկարողացան որոշել առաջինն է նրանց դիմաց, թե երկրորդը։
Ասեք դարձվածքաբանական միավոր, որում կա եւ առաջինը եւ երկրորդը։ Երբ իսպանացի կոնկիստադորները առաջին անգամ տեսան իգուանային, նրանք չկարողացան որոշել առաջինն է նրանց դիմաց, թե երկրորդը։ Ասեք խնդրեմ, դարձվածքաբանական որ միավորում կա եւ առաջինը եւ երկրորդը։ Հայտնի դարձվածքաբանական միավոր է դա։ Ժամանակ համբերում եք, ֆենեք, պատասխան չունեք։ Մեր կարծիքով խոսքը շուն կատու Շուն եւ դարձվածքային կատու։ միավորին մասին։ Իգուանան ոչ շուն էր, ոչ կատու։ Երբ իսպանացի կոնկիստադորները առաջին անգամ տեսան իգուանային, նրանք չկարողացան որոշել առաջինն է նրանց դիմաց, թե երկրորդը։ Ասացեք դարձվածքաբանական միավոր, որում կա եւ առաջինը եւ երկրորդը։ Ոչ ձուկ է, ոչ միս։ Իգուանան իրեն լավ էր զգում եւ ցամաքում եւ ջրում, ուստի ոչ ձուկ էր եւ ոչ էլ միս։ Ուշադրություն հարցը։ Այդ դարձվածքի իմաստը այն մարդկանց համար, ում հասցեին այն հնչում է ամենայն հավանականությամբ տհաճ է։ Բայց եթե բառացիորեն ընդունենք, ապա օրինակ կոմպոզիտորները պետք է ուրախանան դրանով։ Ինչ դարձվածքի մասին է խոսքը, որից պետք է կոմպոզիտորները այդքան ուրախանան։ Այդ դարձվածքի իմաստը այն մարդկանց համար, ում հասցեին այն հնչում է, խոշոր հաշվով տհաճ է։ Բայց եթե բառացիորեն ընդունենք, ապա օրինակ կոմպոզիտորները պետք է ուրախանան դրանով։ Ինչ դարձվածքի մասին է խոսքը։ Բավականին հայտնի դարձվածք։ Տասավարկեմ։ Ժամանակ։ Այս անգամ սկսելու ենք Ջրաբերդ թիմից։ Խնդրեմ Ջրաբերդ։ Մեր պատասխանն է խոսքի հետևից գրպան չի մտնում։ Խոսքի հետևից գրպան չի մտնում։ Կոմպոզիտորներին դուր է գալիս, որ այդպես իրենց ասում են։ Լավ, ձեր Մեր պատասխանը։ կարծիքով խոսքը նույն երգը երգել դարձվածքի մասին է, Հասկացա։ հաճային առումով որ ձանձրալի է։ Այո, դու կարծում եք, որ կոմպոզիտորին եթե ասեն, որ նույն երգը երգում ես, իր համար հաճելի է լինելու։ Ձեր պատասխանը պարզ է։ Դուք մոտ էիք, բայց ցավոք սրտի ճիշտ պատասխանին չասաք, երբ որ ասում են ձեր երգը երգված է։ Մոտ էիք, բայց ցավոք սրտի ճիշտ պատասխանին չասաք։ Խաղի հաշիվը շարունակում է մնալ 1-0 եւ մենք շարունակում ենք։ Ուշադրություն հարցը։ Նրանք երկար ապրեցին։ Համապատասխանաբար 71 եւ 70 տարի։ Եվ երջանիկ ադամանդներ, թանկարժեք մեքենաներ, մոտ 100 պալատ, վիլաներ եւ որսորդական տնակ ամբողջ երկրով մեկ, 400 միլիոն դոլար օտարերկրյա բանկային հաշիվներում, բայց մահացան նույն օրը։ Ասացեք նրանց ազգանունները։ Բավականին հայտնի մարդիկ։ Նրանք երկար ապրեցին, համապատասխանաբար 71 եւ 70 տարի։ Երջանիկ էին, ադամանդներ ունեին, թանկարժեք մեքենաներ, մոտ 100 պալատ, վիլաներ, որսորդական տնակներ,
400 միլիոն դոլար օտարերկրյա բանկային հաշիվներում, բայց մահացան նույն օրը։ Ասացեք, խնդրեմ, նրանց ազգանունը։ Ասացեք, խնդրեմ, նրանց ազգանունը։ Մեկը 71 տարեկան էր, մյուսը 70։ Այդքան հսկայական ունեցվածք, բայց մահացան նույն օրը։ Ասացեք նրանց ազգանունը, բավականին հայտնի։ Ժամանակ խնդրեմ ֆենեք։ Դիսնեյ։ Կարծում ենք Ռումինիայի նախագահը եւ իր կինը ինչքան հիշում ենք ազգանունը Չաուշովսկի։ Այո, Չաուշեսկի։ Խոսքը իհարկե Չաուշեսկու ազգանվան մասին է։ Ռումինիայի տխրահռչակ դիկտատորը եւ նրա կինը Ելենան գնդակահարվել են 1989 թվականի դեկտեմբերի 25-ին, 1-1։ Լանա Բաղդասարովան։ Հեռանում է։ Այո։ Շատ լավ։ Ուշադրություն հարցը։ Կանգնելով Ռիշելիի արձանի մոտ Պետրոս առաջինն ասաց, որ նա պատրաստ կլիներ տալ իր թագավորության կեսը, որպեսզի կարդինալը սովորեցներ նրան, թե ինչպես կառավարել մյուս կեսը։ Թագավորին ուղեկցող ֆրանսիացի պալատականն ասաց, որ Պետրոսին խորհուրդ չէր տա անել դա։ Ինչու՞։ Կանգնելով Ռիշելիի արձանի մոտ Պետրոս առաջինն ասաց, որ նա պատրաստ կլիներ տալ իր թագավորության կեսը, որպեսզի կարդինալը սովորեցներ նրան, թե ինչպես կառավարել մյուս կեսը։ Թագավորին ուղեկցող ֆրանսիացի պալատականն ասաց, որ Պետրոսին խորհուրդ չէր տա անել դա։ Ինչու՞։ Մարդը մի բան գիտեր։ Ինչի երկար պատասխան։ Եղավ, խնդրեմ, այս անգամ ժամանակը սպառվել է, այս անգամ սկսենք ֆենեկից սկսենք։ Որովհետև Ռիշելիեն կվերցնի նաև մյուս կես։ Մյուս ֆեսնել կվերցնի։ Որտեղ նրանք արդեն պլանավորում էին գրավել ռուսական կայսրությունը ամբողջությամբ։ Որտեղ նրանք պլանավորում էին գրավել ռուսական կայսրությունն ամբողջությամբ։ Ճիշտ ասած, ձեր պատասխանը խորքային առումով չհասկացա, բայց մենք ունենք հստակ պատասխան։ Նա կվերցներ եւ մյուս կեսը 2-1։ Ամիրխանյան Լենան է լքում։ Ուրախ։ Խաղի հաշիվն է 2-1, ուշադրություն հարց։ Ինչ ապրանք է վաճառվում հին եգիպտական եւ հռոմեական խանութներում, որոնք ժամանակակից չափանիշներով ավելի շատ նման են պաստառների խանութի։ Ժամանակակից չափանիշներով։ Ինչ ապրանք էր վաճառվում հին եգիպտական եւ հռոմեական խանութներում, որոնք ժամանակակից չափանիշներով ավելի շատ նման են պաստառների խանութի։ Ինչ ապրանք էր վաճառվում հին եգիպտական եւ հռոմեական խանութներում, որոնք ժամանակակից չափանիշներով ավելի շատ նման են պաստառների խանութի։ Ժամանակ։ Խնդրեմ։ Մենք կարծում ենք, որ նրանք վաճառում էին թուղթ այն ժամանակվա պապիրուսը։ Եղավ։ Կարծիքով մետաքսի մասն է։ Մետաքս։
Դուք մոտ էիք պատասխանին, բայց ցավոք սրտի միջև վերջ չեկաք։ Ինչ ապրանք էր վաճառվում հին եգիպտական եւ հռոմեական խանութներում, որոնք ժամանակակից չափանիշներով ավելի շատ նման են պաստառների խանութին։ Խոսքը գրքերի խանութների մասին է։ Այդքան մոտենալ եւ ճիշտ չպատասխանել իհարկե դաժան է։ Խաղի հաշիվն է 2-1 ուշադրություն հարցը։ Ինչպես է կոչվում հին Հռոմում պալատինյան եւ ավենտինյան բլուրների միջև ընկած հովտում ձիարշավների եւ կառքերի մրցավազքերի մշտական վայրը։ Ինչպես է կոչվում հին Հռոմում պալատինյան եւ ավենտինյան բլուրների միջև ընկած հովտում ձիարշավների եւ կառքերի մրցավազքերի մշտական վայրը։ Ինչպես էր կոչվում հին Հռոմում պալատինյան եւ ավենտինյան բլուրների միջև ընկած հովտում ձիարշավների եւ կառքերի մրցավազքերի մշտական վայրը։ Տասավարկյան Ժամանակ։ Սկսենք Ջրաբերդից։ Մենք կարծում ենք Կոլիզեի։ Կոլիզեի։ Նույն պատասխանը Կոլիզեում։ Կոլիզեի։ Ինչպես էր կոչվում հին Հռոմում պալատինյան եւ ավենտինյան բլուրների միջև ընկած հովտում ձիարշավների եւ կառքերի մրցավազքի մշտական վայրը։ Խոսքը կրկեսի մասին է։ 1858 թվական Ֆրանսիայի եւ Սարդինիայի թագավորության միջև կնքված ուշադիր Պլոմբիերի համաձայնագիրը կանխորոշեց Լոմբարդիայի եւ Վենետիկի ազատագրումը ավստրիական գերիշխանությունից։ Ինչով է հայտնի համաձայնագրի կնքման վայրը։ Ուշադրություն 1858 թվականին Ֆրանսիայի եւ Սարդինիայի թագավորության միջև կնքված Պլոմբիերի համաձայնագիրը կանխորոշեց Լոմբարդիայի եւ Վենետիկի ազատագրումը ավստրիական գերիշխանությունից։ Ինչով է հայտնի համաձայնագրի կնքման վայրը։ Պլոմբիերի վայրի անունը։ Տասավարկյան Պլոմբիերի ինչով է հայտնի այդ վայրը համաձայնագրի կնքման այդ վայրը։ Սկսենք Ֆենեկից, խնդրեմ։ Մեր կարծիքով իրականում այդ համաձայնագիրը չի կնքվել Պլոմբիերում։ Ձեր պատասխանը պարզ է։ Մենք կարծում ենք Պլոմբ հասկացության ստեղծումով, որ որոշում կասի Պլոմբ դրվեց։ Հասկացա։ Դուք պաղպաղակ չեք սիրում։ Պլոմբիր։ Պաղպաղակի ստեղծմամբ խաղի հաշիվն է 2-1 ուշադրություն հարցը։ Երբ 16-րդ դարում իսպանացիները նավարկեցին Ամերիկա, նրանք տեսան, թե ինչպես են հնդիկները որոշ տերևներ խառնում բույսերի մոխրի եւ կրաքարի հետ եւ դանդաղ ծամում։ Սա նրանց ուժ եռանդ էր տալիս եւ բթացնում էր սովի զգացումը։ Այս տերևները ամենայն հավանականությամբ վերցվում էին երկու բույսերից մեկից, կամ կոլումբիական էրիտրոքսիլից, կամ ուրիշ որ թփից կարող էին վերցնել այդ տերևները։ Նավարկեցին Ամերիկա, նրանք տեսան, թե ինչպես են հնդիկները որոշ տերևներ խառնում բույսերի մոխրի եւ կրաքարի հետ եւ դանդաղ ծամում։ Սա նրանց ուժ եռանդ էր տալիս եւ բթացնում էր սովի զգացումը։ Այս տերևները ամենայն հավանականությամբ վերցվում էին երկու բույսերից մեկից, կամ կոլումբիական էրիտրոքսիլից, կամ ուրիշ որ թփից։
ուրիշ որ հայտնի թփից։ Տասավարկյան։ Ժամանակ։ Ձեր պատասխանը Ջրաբերդ։ Կոկոա թփից, կարծում եմ։ Պարզ է ձեր ծանապ։ Կանեպի։ Կանեփից։ Տեսեք, ձեր բախտը բերել է, որ սկզբից գրել եք կոկա, որտեվ կոկան եւ կանեփը նույն բաները չեն։ Բայց ձեր բախտը բերել է, որ դուք սկզբից գրել եք կոկա, որտեվ խոսքը այո, կոկա թփի մասին է։ Խաղի հաշիվն է 2-2 եւ խաղը լքում է Բալայանը Արթուրը, հեռանում է։ Խաղի հաշիվն է 2-2, ուշադրություն հարց։ Լրագրող Կոնստանտին Դուշենկոյի կարծիքով քաղաքականության մեջ այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես ես խաղում, իսկ ինչն է ավելի կարևոր։ Դուշենկոյի կարծիքով, լրագրող Կոնստանտին Դուշենկոյի կարծիքով քաղաքականության մեջ այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես ես խաղում, իսկ ինչն է ավելի կարևոր։ Լրագրող Կոնստանտին Դուշենկոյի կարծիքով քաղաքականության մեջ այնքան էլ կարևոր չէ, թե ինչպես ես խաղում, իսկ ինչն է ավելի կարևոր։ Տասավարկյան։ Ժամանակ։ Ֆենեք։ Կարևորն այն է, որ խաղում ես։ Կարևորն այն է, որ խաղում ես։ Ինչ դերում ես խաղում։ Ինչ դերում ես խաղում։ Լրագրող Կոնստանտին Դուշենկոյի կարծիքով քաղաքականության մեջ կարևոր չէ, թե ինչպես ես խաղում, կարևոր է, թե ով է պահում խաղի հաշիվը։ Խաղի հաշիվն է 2-2, ուշադրություն հարցը։ Վերջերս ամերիկացի կենդանաբանները կազմել են կենդանիների ցուցակ ըստ նրանց հեռատեսության աստիճանի, որ նրանք ցուցաբերում են փողոցն անցնելիս։ Առաջինը սագն էր, որին հաջորդում էր խոզնուկատուն, իսկ ով է զբաղեցրել պատվավոր վերջին տեղը։ Վերջերս ամերիկացի կենդանաբանները կազմել են կենդանիների ցուցակ ըստ նրանց հեռատեսության աստիճանի, որը նրանք ցուցաբերում են փողոցն անցնելիս։ Առաջինը սագն էր, որին հաջորդում էր խոզն ու կատուն, իսկ ով էր զբաղեցրել պատվավոր վերջին տեղը։ Այդ անզգույշը, այդ անհեռատեսը։ Ժամանակ։ Խնդրեմ ձեր պատասխանները, սկսենք պատասխան չունեք։ Պատասխան չունեք։ Մեր կարծիքով հավի մասին է խոսքը, որոնք առանձնանում են իրենց կարճատեսությամբ։ Իսկ որ կենդանին է, որ հեռախոսի մեջ խրված անցնում է ճանապարհը։ Այո, խոսքը մարդու մասին է։ Ցավոք սրտի մենք պատասխան չունենք 2-2։ Ինչն էր Պիեր Բոաստը մի ժամանակ համեմատել շախմատային խաղի հետ, որտեղ զինվորները կարող են սպանել, փրկել թագավորին կամ զբաղեցնել նրա տեղը։
Շախմատային խաղի հետ հավեմատություն։ Զինվորները կարող են սպանել, փրկել թագավորին կամ զբաղեցնել նրա տեղը։ Ինչն է Պիեր Բուաստը համեմատել շախմատային խաղի հետ։ Տասավարկյան։ Ժամանակ։ Ունեք պատասխան։ Այո, Շատ լավ։ Խնդրեմ ձեր պատասխանը։ կարծում եմ պատերազմը։ Պատերազմը Իշխանափոխության մասին։ իշխանափոխության մասին է խոսքը։ Ինչն էր Պիեր Բոաստը մի ժամանակ համեմատել շախմատային խաղի հետ, որտեղ զինվորները կարող են սպանել, փրկել թագավորին կամ զբաղեցնել դրա տեղը։ Խոսքը հեղափոխության մասին է, իշխանափոխություն պատասխանը ընդունվում է որպես ճիշտ պատասխան։ Կարապետյան Քրիստինեն է լքում խաղը։ Դուք չեք օգտվել վետոից, ինչու՞։ Ուշադրություն հարց։ Այս հնագույն պետությունը ամենահզորներից մեկն էր Մերձավոր Արևելքում, որը հաճախ մարտերում ջախջախում էր նույնիսկ ասորական մեծ տերությանը։ Հենց այս պետությունն էլ ըստ պատմաբանների տվել է աշխարհագրական օբյեկտի անվանումը, որը տեղացիներն անվանում են Մասիս։ Իդեպ, ով է ավարտել իր ճանապարհորդությունը այդ օբյեկտի վրա։ Այս հնագույն պետությունը ամենահզորներից մեկն էր Մերձավոր Արևելքում, որը հաճախ մարտերում ջախջախում էր նույնիսկ ասորական մեծ տերությանը։ Հենց այս պետությունն էլ ըստ պատմաբանների տվել է աշխարհագրական օբյեկտի անվանումը, որը տեղացիներն անվանում են Մասիս։ Իդեպ, ով է ավարտել իր ճանապարհորդությունը այդ օբյեկտի վրա։ Ով է ավարտել իր ճանապարհորդությունը այդ օբյեկտի վրա։ Դուք պատասխան ունեք, ես ժամանակը անջատում եմ, խնդրեմ։ Մենք կարծում ենք Ալեքսանդր Մակեդոնացի։ Ալեքսանդր Մակեդոնացի Մասիսի վրա ավարտել էր ճանապարհորդություն։ Մեր կարծիքով խոսքը հին հայկական կազմավորման Արատայի պետության մասին է, իսկ Նոյը իր ճանապարհորդությունը։ Ձեր պատասխանը պարզ է։ Այս հնագույն պետությունը ամենահզորներից մեկն էր Մերձավոր Արևելքում, որը հաճախ մարտերում ջախջախում էր նույնիսկ ասորական մեծ տերությանը։ Հենց այս պետությունն էլ ըստ պատմաբանների տվել է աշխարհագրական օբյեկտի անվանումը, որը տեղացիներն անվանում են Մասիս, իսկ ով է ավարտել իր ճանապարհորդությունը այդ օբյեկտի վրա։ Խոսքն իհարկե Ուրարտուի Արատա լեռան մասին է, պետության մասին է եւ Նոյի մասին։ Մենք ունենք ճիշտ պատասխան 4-2։ Մարտիրոսյան Կարենը, օգտվում է Կարենը վետո իրավունքից։ Արագ եք կողմնորոշում։ Հարագացրեք, օգտվում ես, շատ լավ։ Տրամաբանորեն խաղը լքում է Մարգարյան Յուրան։ Խաղի հաշիվն է 4-2, ուշադրություն հարցը։ Հումորիստների կարծիքով մարդիկ պետք է հավատան պայծառ ապագային, այլապես նրանք ինչ կպահանջեն։ Հումորիստների կարծիքով մարդիկ պետք է հավատան պայծառ ապագային, այլապես նրանք ինչ կպահանջեն։ Տասավարկյան հումորային պետք է լինի պատասխանը։
Ժամանակ։ Ֆենեք, Այլապես լավ կյանք կպահանջի։ լավ կյանք, Լավ ներկա։ լավ ներկա։ Եթե դու նրանց չես տալիս պայծառ ապագա, ապա պետք է տաս պայծառ ներկա։ Մենք ունենք ճիշտ պատասխան 4-3։ Լավ կյանքը ընդհանրական է։ Լավ ներկայի մասին է խոսքը։ Նարեկ Գասպարյան, Օգտվում ենք վետո։ օգտվում եք հետո իրավունքից։ Մխիթար Ջիվանյանն է հեռանում խաղից։ Սիրելի հեռուստադիտող, հարգելի գիտակներ, նկարով հարց։ Նկարիչ Քրիս Թորնլիի կողմից ստեղծված այս շապիկը ցուցադրում է նկարչի գեղագիտական եւ փիլիսոփայական դիրքորոշումը։ Գրեք նկարում թաքնված տերմինը, որի անվանման մեջ կարող եք գտնել եվրոպական ֆուտբոլային ակումբի անվանումը։ Կրկնում եմ հարցը։ Նկարիչ Քրիս Թորնլիի կողմից ստեղծված այս շապիկը ցուցադրում է նկարչի գեղագիտական եւ փիլիսոփայական դիրքորոշում։ Գրեք նկարում թաքնված տերմինը, որի անվանման մեջ կարող եք գտնել եվրոպական ֆուտբոլային ակումբի անվանումը։ Հարցի բովանդակությունը նորից եմ կրկնում։ Գրեք նկարում թաքնված տերմինը, որի անվանման մեջ կարող եք գտնել եվրոպական ֆուտբոլային ակումբի անվանումը։ Ժամանակ։ Ֆենեկը սպասում է։ Խնդրեմ Փորձենք։ ձեր պատասխանը։ I love Madrid, Real Madrid-ի մասին է երևի խոսքը, կարծում եք։ I love Madrid։ Real Ես սիրում եմ ռեալիզմը։ Այո։ Ձեր պատասխանը հասկանալի է։ Նկարիչ Քրիս Թորնլիի կողմից ստեղծված այս շապիկը ցուցադրում էր նկարչի գեղագիտական եւ փիլիսոփայական դիրքորոշումը։ Գրեք նկարում թաքնված տերմինը, որի անվանման մեջ կարող եք գտնել եվրոպական ֆուտբոլային ակումբը։ Իհարկե, I love realism։ Ռեալիզմը նկարչության մեջ առանձնանում էր իրականության ճշգրիտ լուսանկարչական ամրագրմամբ։ I love realism շապիկի վրա կա սիրտ love բառի փոխարեն։ Այնուամենայնիվ, սա այն գեղեցիկ սիրտը չէ, որը դուք տեսնում եք Վալենտինի օրը։ Այս սիրտը իրական անատոմիական սրտի գծանկարն է։ 5-3 Ֆենեք եւ Ջրաբերդ թիմերի միջև բավականին հետաքրքիր պայքարում հաղթեց Ֆենեք թիմը եւ վաստակեց իր արժանի մեկ միավորը։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղն անց է կացվում Արցախի հանրապետության նախագահի բարձրավանու ներքո։ Առողջ եղեք։